Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր խոսենք վուշի մասին։ Վուշը դուք բոլորը գիտեք, եթե չգիտեք էլ, հապա ասեմ ձեզ, որ վուշը միամյա թելատու բույս է, բարակ ցողունով 60-ից մինչև 150 սանտիմետր բարձրության, տերևները 4-5 սանտիմետր երկարություն ունեն, նշտարաձև են կամ գծային տեսք ունեն, ծաղիկները բաց երկնագույն կամ հազվագյուտ լինում են նաև սպիտակ ծաղկա կոթունների վրա, ցողուններին կպած։ Սերմը իրենից ներկայացնում է տուփիկ, որի մեջ կա 10 հատ սերմիկ, սերմիկների մի ծայրը սուր է, մյուս ծայրը կլոր է։ Այսքանը վուշի նկարագրության մասին։ Ասեմ ձեզ, եթե դուք վուշը նայեք, ապա նրա անունը ռուսերեն կբերի լյոմ, կտավատ, բայց վուշը եւ կտավատը երկուսն թելատու են, բայց դրանք առանցին բույսեր են։ Հարգելի բարեկամներ, ռուսերեն վուշի անունը սվիստ, դա թարգմանված է անգլերենից, ես թարգմանել տվեցի, խնդրեցի, ընկերները կատարեցին, ոչ։ Ինչ իրենից ներկայացնում եւ ինչի համար ենք խոսում վուշի մասին, ինչ կապ ունի առողջության հետ, մեծ կապ ունի, որովհետեւ վուշը դա մեծ քանակությամբ լորձ է պարունակում, օգտագործում են բժշկության մեջ վուշի սերմերը եւ սերմերից ստացվող յուղը։ Եթե մենք սերմերը լցնենք բաժակի մեջ, թողենք 2-3 ժամ, ապա նա ուրշում է եւ լորձ է արտադրում։ Այդ լորձը, եթե մենք խմում ենք, ապա այն լորձապատում է մեր ընդունած սնունդը, եթե ստամոքսում է արդեն սնունդը, բնականաբար այդպես պետք է լինի, լորձապատում է սնունդը, կերակրափողի պատերը, բերանի խոռոչի լորձաթաղանթը, ստամոքսը, այնուհետև լորձը անցնում է դեպի աղիքները, պատում է աղիքների լորձաթաղանթը, պաշտպանողական այդպես շերտ է ստեղծում։ Ինչ է անում դա, քանի որ պատում է սնունդը եւ ստամոքսի լորձաթաղանթը եւ կերակրափողի, ապա սնունդի գրգռիչ ազդեցությունը քչանում է կամ վերանում է ստամոքսուղու լորձաթաղանթի վրա եւ վերանում են դրա հետևանքով առաջացած ցավերը։ Կան բազմաթիվ հիվանդություններ ստամոքսի 12 մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ, էնտերիտների, էնտերոկոլիտների, երբ բորբոքված է աղիների, հաստ եւ բարակ աղիների լորձաթաղանթը եւ կան, այսպես ասած, ոչ սպეციფიկ լորձային, վերքային խոցային կոլիտներ, ապա այս դեպքում այս լորձը կատարում է շատ մեծ դեր, այն պատում է վերքի մակերեսը եւ վերքը բուժվում է, չի ենթարկվում ստամոքսաթթվի, աղաթթվի ազդեցությանը եւ աղիքներից արտադրված այդ տարբեր տեսակի արտադրությունները, որ լինում են աղիքներից, այնտեղ ֆերմենտներ, կոֆերմենտներ եւ այլն, սրանք չեն խանգարում, որպեսզի այդ խոցերը բուժվեն։ Հարգելի բարեկամներ, այս օգտագործում են նաեւ արտաքին ձևով լորձը, ինչպես ճառագայթահարումներից հետո առաջանում են մաշկային խոցեր կամ ենթադրենք տրոֆիկ խոցեր երակների վարիկոզ լայնացումներից կամ սնուցման խանգարումներից հետո սրունքների վրա մաշկի տարբեր տեղերում, ապա այս դեպքում անհրաժեշտ է այս լորձո պատեր, այդ վերքային մակերեսները։
Ուղի աղիքի բորբոքման եւ թութքի դեպքում ինչ եք անում, վերցնում եք մեկ ճաշի գթալ վուշի սերմերը, լցնում եք մեկ բաժակ երման ջրի մեջ, 3 ժամ հետո նրանով կարող եք կատարել հոգնա 50 միլիլիտր չափով այս թուրմը 50 միլիլիտր չափով կարող եք կատարել ուղիղ աղիքում հոգնա։ Սակայն եթե ուղիղ աղիքը շատ է գժգժված եւ այն պահել հնարավոր չէ այդ հեղուկը, ապա հեղուկի քանակը քչացնում եք։ Հեղուկի քանակը քչացնում եք, եթե տանն եք, ինչ որ աշխատանքային process-ում չեք, ապա կարող եք կատարել օրական 2-3 անգամ 20-30 միլիլիտր, որպեսզի կարողանաք պահել։ Կամ եթե աշխատում եք, գոնե կատարեք օրը մեկ անգամ, եթե երեկոյան քնելուց առաջ եւ 1 ժամ անպայման պարկել։ 1 ժամ անպայման պարկել, որպեսզի հեղուկը մնա եւ իր բուժական ազդեցությունը թողնի։ Խմելու համար աղեստամոքսային համակարգի թունավորումների, ստամոքսի թունավորումների ժամանակ շատ լավ է օգտագործել այս հուշի լորձը։ Դրա համար վերցնում եք մեկը 30-ի հարաբերությամբ, այսինքն 1 ճաշի գթալ վերցնում եք հուշի սերմեր, 30 ճաշի գթալ տաք ջուր։ Լցնում եք այդ սերմերի վրա եւ 2-3 ժամից հետո քամում եք եւ այդ լորձը կարող եք օգտագործել, ինչպես եք օգտագործում, խմում եք 1 ճաշի գթալ օրը 8-ից 10 անգամ քաղցած վիճակում։ Հրաշալի արդյունք է տալիս, հրաշալի արդյունք այդ հատկապես թունավորումների ժամանակ, թունավորումների, երբ որ մարդը թունավորում է կաուստիկ սոդայով կամ էսենցիայով, քաթախի էսենցիայով կամ այլ թուներով թունավորվելու ժամանակ այն կանխում է աղիներից թույների ներծծումը այրան մեջ, որովհետև այդ լորձը պատում է այդ աղիների լորձաթաղանթը եւ կանխում է թույների հոսքը դեպի այրում։ Կարող եք պարզապես արտաքին ձևով էլ օգտագործել, ինչպես այս սերմերը լցնել ինչ-որ մի տոպրակի մեջ եւ երման ջրի մեջ պահում եք եւ դնում եք արտաքին, սալ ջարդերի վրա եք դնում եք, այսինքն որպեսզի թարախային գործընթացը հասունացնեք չիբանների վրա կամ թարախապարկերի վրա սահմանափակ դնում եք, նա այդ գործընթացը արագացնում է եւ թարախը բացում է, դուրս է գալիս օրգանիզմից։ Հարգելի բարեկամներ, այսքանը հուշի մասին, հուշը ասեցի նաև թելատու բույս է, օգտագործում է որպես թելի արտադրության համար։ Ուզում եմ ձեզ մի խորհուրդ տամ, որպեսզի դուք մաքրեք ձեր օրգանիզմը թույներից, խարամներից, ապա վերցնում եք 1 կիլոգրամ սև բոխտ եւ քերիչի վրա, մեծ քերիչի վրա այսպես քերում եք, վրան լցնում եք 1 բաժակ շաքարավազ։ 3 օր թրմում եք, 3 օր թրմելուց հետո քամում եք, լցնում եք շշի մեջ, պահում եք սառնարանում։ Ինչպես եք օգտագործում։ 1 ճաշի գտալ այդ թուրմից, լցնում եք սուրճի բաժակի մեջ, լցնում եք 1 թեյ գտալ խնձորի կաթաղ եւ 1 թեյ գտալ բուսական յուղ, խառնում եք եւ քննելուց առաջ խմում եք 3 շաբաթ։ 3 շաբաթ կատարելուց հետո պատկերացրեք, որ ձեր օրգանիզմը թունազրկված է։ Կարող եք կատարել տարվա մեջ 1-2 անգամ։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, բայց մի գնացեք, սպասեք, որպեսզի ես ձեզ ցույց տամ իմ քսուկները, նորից եմ կրկնում,
այն հոլովակը ռեկլամը որ կա, ինչ որ քսուկ են ռեկլամում հոդացավերի համար բան, ես դրա հետ կապ չունեմ։ Պարզապես իմ անունը շահարկում են եւ իրենց չգիտեմ ինչը գովազդ են անում։ Մեր քսուկը, Անահիտ քսուկը, դուք արդեն վաղուց ծանոթ եք Անահիտին, ունի այսպիսի հրաշալի կարմիր, մուգ կարմիր գույն, Անահիտը հրաշալի բուրմունք, սա գույնը դա բույսի գույնն է, մյուսը Մարիա, որը դրել ենք Աստվածամոր անունով, Անահիտը դրել ենք մեր Անահիտ դիցուհու անունով։ Սա նույնպես ունի բաց, շատ բաց վարդագույն գույն եւ դարձյալ հրաշալի բուրմունք։ Հարգելի բարեկամներ, բազմիցս ասել եմ, մեր քսուկները բացարձակապես քիմիական ոչ մի տար չեն պարունակում։ Սրանք ստուգված են պետստանդարտի կողմից, ունենք լիցենզիաներ սրա համար տրված, ափսոս, որ մեր երրորդ քսուկը, Կարմե քսուկը սպառվել է եւ ես հիմա չեմ կարող դες ցույց տալ, երևի մյուս անգամ ցույց կտամ։ Այս բոլոր քսուկները կոսմետիկ քսուկներ են, դեմքի, մաշկի ցանկացած տեղի համար, եթե դուք դեմքի համար եք օգտագործում, ասեցի մաքրում է դեմքը պիգմենտներից, հարթում է մանր կնճիռները, մաքրում է դեմքը ծերացած եւ մահացած բջիջներից մաշկային, դեմքին տալիս է թարմություն, փայլ, էլաստիկություն, լավացնում է այրան շրջանառությունը մաշկի եւ դուք լինում եք գեղեցիկ եք դրանում, ես խոսք չունեմ, բայց եւս ինչ որ մի բան դեր գեղեցկության վրա ավելանում է։ Դուք այս քսուկները օգտագործելուց բացարձակապես ուրիշ քսուկների կարիք չեք զգում, որտեղ նրանք քիմիական քսուկներ են։ Մարիա քսուկը Անահիտի հետ տարբերությունը ունի տարբերություններ իհարկե, բայց սա նաև մաշկը սպիտակեցնում է։ Իսկ Կարինե քսուկը, որը հիմա չունենք, հրաշալի միջոց է հոդերի, հոդային հիվանդությունների, բորբոքումների, ցավերի, մկանային, նյարդային ցավերի համար տալիս է հրաշալի արդյունք։ Կներեք մի քիչ երկար խոսացի, դες առողջություն եմ ցանկանում, գրքերս էլ ցույց չեմ տալիս, խնայելով դեռ ժամանակը, մի շնորհ հանդիպում։